Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մայիս ամսին միայն 5 գնահատական է ստացել։ Հետաքրքիր է, որ մայիսը տարվա հենց 5-րդ ամիսն է, բայց նախ եւ առաջ մայիսը գարուն է։ Իսկ գարունը ձմռան հանդեպ տարած հաղթանակն է։ Իրանի գարունները հայաստանյան միայն մայիսյան լինեին, որովհետև մայիսին մենք հաղթանակներ ենք տոնել։ Ավարայրից մինչ Սարդարապատ, հայրենական մեծ պատերազմից մինչ Շուշիի ազատագրում։ Մայիսյան հաղթանակներից զատ վերջերս ընդամենը 1 ամիս առաջ մեր բառապաշարում ավելացավ եւս մեկ միտք՝ ապրիլյան քառօրյա պատերազմ։ Ապրիլի 1-ի գիշերը թուրք ազերիների գաղթագողի հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա մեկ միասնական ընտանիք դարձրեց ողջ հայ ժողովրդին։ Հայրենիքի սահմանները պահող հայոց բանակի զինվորների կողքին կանգնեց աշխարհասփյուռ հայությունը։ Օգնեցին յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում, ամեն ինչ բանակին ու հայ զինվորին։ Սա էր գլխավոր նպատակը։ 100 հազարավոր հայորդիների թվում ապրիլյան պատերազմի օրերին Արցախին ու սահմանին կանգնած զինվորին իր օգնության ձեռքը մեկնեց նաև թիվ 29 ընտրատարածքից ընտրված ազգային ժողովի падգամավոր Արկադի Համբարձումյանը։ Այս հաղորդումը չէր պատրաստվի, եթե չլիներ Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովանեսյանի Վանաձորի Լոռի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Ազգային ժողովի падգամավորներից Կարեն Կարապետյանն է օգնել, մեծ օգնություններ, իհարկե ընտանիքներին բաժանեցին մեկ այդ սնունդը։ Մի տրանսպորտի փող 35,000 տվել է Կարեն Սարիբեկյանը եւ նաեւ մի հատ նաշնովիդենիա բինոկլ տվել է ուղարկել ենք սահման։ Ոչ մեկից ոչ մեկ էլ Էդմոն Մարուկյանը ուղարկել է որոշակի 20 բլոկ սիգարետ, կարծեմ 30 փոքր, թենց շատ մեծ չէր, որոշակի այդ մսի պահածու եւ խտացած կաթ։ Կոֆե մեկ էլ թեյ, հա։ Մեղավորության սահմաններում է, բիզնեսմեն չի։ Դե հիմա մենք ոչ մեկին չենք պարտադրել, ոչ մեկին Համբարձումյանը ոչինչ չի արել։ Մենք դեռ դեպուտատ ունենք։ Իհարկե ունենք։ Զարմանալին պարոն Հովանեսյանի զարմանքն է։ Անհասկանալի է, որ Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահը մինչև այժմ չգիտի, որ 2003 թվականից թիվ 29 ընտրատարածքում ընտրողների ձայների գրեթե 100% ստացած падգամավորը Արկադի Համբարձումյանն է։ Այդ մասին գիտեն նախադպրոցականից մինչև ամենատարեց վետերանը, բժիշկն ու մանկավարժը, ուսանողն ու դպրոցականը, անգամ մանկատան ու խնամքի կենտրոնի սաները։ Բոլոր ուսանողների կողմից շնորհակալություն եմ հայտնում մեր պատգամավոր Արկադի Համբարձումյանից ուսանողներին օգնելու համար, քանի որ ուսանողների հիմա ներկա պայմանները հաշվի առնելով մեծ կարիք ունեն մարժային օգնության։ Եթե սա չլիներ, ինչ կարող էին անել կարիքավոր ընտանիքները, պարտքերով պիտի ճարեին թեկուզ այդ մի մասը կարիքները հոգալու համար։ Արկադի Համբարձումյան իր մեծ ներդրումով մշտապես աջակցել է դպրոցի աշխատանքներին, տրամադրել է տեսամագնիտոֆոն, համակարգիչ, մշտապես աջակցել է առաջին դասարանցիների գրենական պիտույքների ձեռքբերմանը, չմոռանանք նշել նաև ամանորյա նվերներին։ Պատգամավորը անտարբեր չի եղել նաև կոլեկտիվում աշխատող կանանց նկատմամբ եւ իր մեծ նվիրատվությամբ միշտ շոյել է մեր ինքնասիրությունը, որի համար կոլեկտիվի անունից իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Արկադի Համբարձումյանին։ 6-8 շենքերի շքամուտքները բոլորը վերանորոգվեց։ Մենք երկար տարիներ նման բան չենք տեսել։ Երկրաշարժից հետո լա բոլորը հիշեք։ Ո՞վ է նման բան տեսել, ոչ մեկը։ Ուզում եմ ամբողջ թաղամաս այդտեղ վեհերում կանգնացնել, բոլորը լսեք։ Արկադի Համբարձումյանը դպրոցին որպես սեփականություն ավտոբուս է նվիրել։ Աստված ասենք, այնքան տա, սաղին հոլանավորը, սաղին ուրխացներ։ Սա դեռ բոլորը չէ։ Արկադի Համբարձումյանի անմիջական աջակցությամբ պետբյուջեից միջոցներ են հատկացվել Սպիտակի, Վանաձորի եւ տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքների կրթօջախների եւ համայնքային կենտրոնների կառուցման համար։ Ընտրատարածքի բազմաթիվ համայնքներում իրականացվել են տարիներ շարունակ բարձրաձայնվող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի եւ ոռոգման ցանցերի անցկացումն ու վերանորոգումը, փողոցների գիշերային լուսավորությամբ ապահովելը, ճանապարհների բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքները։ Ես ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել
մեր ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանին, որը մշտապես աջակցում է Վանաձորի ազգաբնակչությանը տարբեր խնդիրներով։ Արկադի Համբարձումյանի ֆինանսական աջակցություններով կատարվեց բազմաթիվ տանիքների, բազմաթիվ բակերում խաղային սարքավորումների տեղադրման, բազմաբնական շենքերի շքամուտքերի նորոգման աշխատանքներ։ Մենք ունենք այդպիսի ազգային ժողովի պատգամավոր, որ միշտ իր Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության կողքին է կանգնած։ Ապրի Արկադի Համբարձումյանը, հանել է այդ մարդուն, մեր պատգամավորին։ Պարոն Համբարձումյան, Կոպես բարերարներ շատ են, ներպես տեղեքը ձեզանով ուրականացավները, սա չի որ շու անում ես կամ ես շատ հարցեր կա որ օգնել ես Այո, մեծ հոգուտեր մարդը կարևորելով նաև իր ժողովրդի առողջ սերնդի հոգևոր դաստիարակության հարցը, իր ծրագրերում երբեք չի անտեսել մշակութային եւ մարզական ոլորտները, եւ ներկա պահին էլ մշտապես անմնացորդ ֆինանսական հատկացումներ է կատարում մշակույթի եւ սպորտի զարգացմանը։ Արդյունքում ունենալով բազմաթիվ պատվոգրերի արժանացած համույթներ եւ մարզաձևերի մի շարք ասպարեզներում մրցանակային բարձր տեղեր գրաված շնորհալի մարզիկներ։ Շնորհակալության բան չկա, յուրաքանչյուր հայմատ հնարավորության դեպքում պետք է անել։ Նորից ծնվեց, վերածնվեցի երեխա։ Երբ են դուս գրել երկարած։ Դե վիճակը ստաբիլ պետք է լինի, ապօրինակ տվյալներով, ինքը մտածում դուս մասին։ Հիվանդությունը, որը ուներ այս հիվանդը, շատ բարդ հիվանդությունների շարքին է պատկանում, կոչվում է վերել աորտայի շերտազատող անևրիզմը։ Մահացության ռիսկն է շատ բարձր։ Նա զգում եմ այնպես ինչպես նոր մարդի այնպես գա։ Եվ այսպես տարիներ շարունակ բոլորի հետ, բոլորի կողքին, ինչ էր ժամանակ առ ժամանակ, էլ առավել է պարտավորեցրել պատգամավորին ապրելու դիմացինի խնդրով, օգնել ու աջակցել առանց բարձրաձայնելու։ Առանց բարձրաձայնելու էլ տարիներ առաջ Արկադի Համբարձումյանը հիմնադրեց Համբարձումյանների ընտանիք բարեգործական հիմնադրամը։ Ներկայացվածից զատ միայն վերջերս ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում հիմնադրամի միջոցներով Արցախի կառավարությանն ուղարկվեց Նիվա Մակնիշի 10 ավտոմեքենա եւ շուրջ 20 միլիոն դրամի սննդամթերք եւ ծխախոտ, որի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Համբարձումյանների ընտանիքին, նշելով, որ Արցախը մշտապես զգացել է այդ ընտանիքի թե բարոյական եւ թե նյութական օժանդակությունը։ Այս ծանր օրերին համարյա ամեն օր կապի մեջ էինք Համբարձումյան ընտանիքի հետ, անձամբ ճանաչում եմ Սլավա Համբարձումյանին, նրա հորը, ճանաչում եմ Արկադիին եւ նրանք բազում օգնություններ են ուղարկել Արցախ։ Վերջում ես առիթ եմ ունեցել խոսելու նաեւ կոնկրետ նպատակային օգնությունների մասին եւ այդ ծրագրից տեղյակ լինելով որոշում է կայացել Արցախին նվիրաբերի 10 Նիվա Մակնիշի ավտոմեքենա։ Այն հիմնականում ուղղվելու է մոբիլիզացիոն խնդիրների կատարմանը։ Շատ փակագծեր չբացեմ, որովհետեւ կառավարությունը դեռ որոշումներ պետք է կայացնի, բայց թիվ 1 նպատակը նորից մեր պաշտպանական կարողությունների մեծացումն է։ Եվ որպես վերջաբան, առողջություն ու հաջողություն ցանկանանք մեր այն հայրենակիցներին, ովքեր այս ծանր օրերին շարունակում են ապրել Արցախի հոգսերով, ոչ թե անտեղյակ սին խոսքերով, այլ գործով։